Եվս մեկ անգամ բարև բարեկամներ, բարի լույս, բարի օր, բարի երեկո, բարի գիշեր, նայածում մոտ որ ժամանակն է երկրագնդի հակառակ կողմում իհարկե արդեն գիշերվան է մոտենում, կես գիշերին, իսկ մեզ մոտ առավոտ է, բարի լույս ենք մաղթում, թող լույսը բարի լինի։ Այսօր մարտի 4-ն է, օրը Կիրակի, հանգստյան օր, բայց նաև աշխատանքային շատ-շատերն այս պահին աշխատում են, այդ թվում նաև հեռուստաընկերությունները ու մենք էլ ձեզ համար պատրաստել ենք այս թողարկումը, մենք ուղիղ եթերում ենք։ Ներկայացնում եմ այսօրվա մեր այս ծրագրի հատվածի թեման, խոսելու ենք հայկական էզոթերիկայի մասին նաև ու ներկայացնեմ մեր հյուրին Գուրգեն Կարապետյան, պատմաբան, մարդ ով չասենք մասնագետ է, բայց ուսումնասիրում է էզոթերիկան։ Նախ որքան հնարավոր է հակիրճ, հա, ներկայացնենք մեր հեռուստադիտողին ինչ ասել է էզոթերիկա։ Նախ բարի լույս իհարկե։ Բոլորին բարի լույս։ Հայերենում կա ավելի երևի ճիշտ բառ թաքնագիտություն։ Հույները դա կոչում էին բանավոր փոխանցող գիտելիքներ, որոնք գրել չի կարելի։ Եվ ցավոք սրտի խորհրդային շրջանում արգելված էր, այժմ էլ մեր մատենադարանում կա բավականին մեծ քանակությամբ հայկական գրականություն, որոնք վերաբերում են այդ թաքնագիտությանը, բայց կապված նոր ժամանակների գալու հետ ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում սկսվել է հետաքրքրությունը դեպի այդ գիտությանը։ Կոնկրետ ինչ է նշանակում այդ թաքնագիտություն։ Պարզվում է, որ աշխարհը նյութական եւ այն չէ, ինչ որ մենք տեսնենք, միայն այն, որ մեր տեսողությունը, լսողությունը, մեր շոշափումը, մեր 5 զգայանները ընդհանրապես չնչին 10-15%-ն են կարողանում ինֆորմացիա ստանալ շրջապատից, արդեն խոսում է այն մասին, որ մեծ մասամբ մենք ի վիճակի չենք կոպիտ զգայարաններով հասկանալ մեր շրջապատը։ Երբ մարդը կարողանում է առաջին հերթին իր փորձով, երկրորդ հերթին ներշնչմամբ ստանալ պատկերացում գիտելիքներ իր շրջապատի մասին, այդ դա կազմում է հիմքը մեր թաքնագիտության։ Ասենք բոլորը գիտեն, հա, Տեսլան։ Մարդ, որը մի քանի հարյուրամյակ առաջ էր ընկել իր ժամանակից եւ ապացուցված է, որ ինքը անգամ գծագրեր չի արել։ Նա կարողացել է ամբողջ ինֆորմացիան ստանալ տիեզերքից եւ վերջնական տեսքով կամ Լեոնարդո դա Վինչին։ Վստահորեն կարող ենք ասել, որ հայ քրմերը կամ գոնե քրմերի մի մասը կարողացել են այդ թաքնագիտական ինֆորմացիա ստանալ սրանից հազարամյակներ առաջ, որը ապացուցում է այդ մեր ժայռապատկերներով, որտեղ պատկերված է տիեզերքի մոդելը, որը միայն 2002 թվականին անգլիացիները կարողացան միլիարդներ ծախսելով հաշվարկել։ Եվ պարզվեց, որ այդ 8-ի նման պատկերը, որը մնացել է նաև հավերժության նշան, շատ մոտ այդ տիեզերքի պատկերին, եւ ամենահետաքրքիրն է, որ այդ դրա կողքին կա եւս եռանկյան պատկեր, մեր տառը, որը բնութագրում է տիեզերքի հիմնական հատկություններն։ Առաջին փիլիսոփայության մեջ ասված հակասությունների հակասության օրենքը, որը պատկերում է եռանկյան տեսքով, եւ էությունը, էականը, որը կա տիեզերքում։ Միայն այս պատկերը շատ բան է խոսում մեր նախների այդ թաքնագիտական գիտելիքների հետ։ Ասենք, թաքնագիտությունը ուսումնասիրում է, օրինակ, երկրաչափական պատկերների թողած ազդեցությունը շրջապատի վրա։ Ասենք, մեր հին մատենադարանի շենքը, երբ մտնում ես ներս, բաց այդ երևում է նրա նմանությունը եկեղեցու կիսաշրջանաձև, որտեղ մեր նախնիները շատ լավ գիտեն, որ կիսագնդաձև տարածքում ջերմաստիճանի եւ խոնավության տատանումը չափից դուրս քիչ է։ Իսկ որովհետեւ մեր եկեղեցիները եղել են նաեւ մատենադարաններ, այդ դա օգտագործվել։ Եկեղեցիներն էլ կառուցվել են նախկին տաճարների նմանությամբ, չէ՞ նաեւ ոչ միայն տեղում, նաեւ պարտադիր։ Հիմա ուրեմն մենք ունենք եկեղեցիներ, որոնք իրականում թվագրվում են
նախաքրիստոնեական շրջանը։ Կան օրինակներ ապացուցելու, չգիտեմ, կարոտ են կան, ուրիշ բան չասեմ, ավելի հին 7-րդ դարում կառուցված մեր Զվարթնոցի տաճարը իր գաղափարախոսությամբ չի համապատասխանում քրիստոնեական գաղափարախոսությանը։ Ներսեսին մեղադրեցին աղանդավորության մեջ, հետագայում որպես հունական եկեղեցու պահապան, բայց նրա մեղադրանքը հիմնականում վերաբերում են, որ եկեղեցու կառուցվածքը համապատասխանում է հին հայկական հավատին, ոչ թե քրիստոնեությանը, որտեղ ըստ քրիստոնեության Սուրբ Երրորդությունը լինելով միասնական, նաև ունեն իրենց անհատականությունները, որի համար էր եռահարկ կառույցը պետք է ունենար իր մեջ բաժանումներ, ինչպես մեր եկեղեցիներում մյուս։ Իսկ նրա մոտ դրսից թվում է երաշխիճան, իսկ ներսում միասնական է, որը գալիս է մեր հին հեթանոսական, ավելի ճիշտ հին հավատի, որտեղ հեթանոսությունը դա արդեն աղավաղված դիցապաշտական ժամանակն է այսպես։ Եվ այդ ժամանակաշրջանում, երբ որ գտնում էին, որ երկիրը կազմված է Սուրբ Երրորդությունից, իր նյութական մասից, անահիտ, հենց բառացի ահ նշանակում է ուժ, ան նշանակում է սրբազան նյութ, անահիտ նշանակում է սրբազան նյութ, որի համար ինքը ոսկե մազա, ոսկե հատա, ոսկե ծամա, մեծ տիկինա, մեծ մայրը, նա նյութական տրվողն է։ Անի հակառակը նանա, երկրագնդի զգացումային դաշտն է։ Բարի լույսը, բարշամը, որը ի տարբերություն անահիտի սպիտակամազա, սպիտակահերա եւ կարծում էր միայն եւ միայն պատրաստում էր մարմարից կամ արծաթից, նույնիսկ աչքերը սպիտակ յուրեղից էին դնում, բարի լույսն է։ Շամ, դե նույնիսկ Շիրակի դաշտավարի մնացել է Շամդամը, որպես մամակալ, նույնիսկ սեմականների մոտ։ Շամը լույսն է։ Շամը լույսն է։ Բարշամ բարի լույս է։ Բարի լույս, հա։ Այդ երկրագնդի Սուրբ Երրորդությունն է։ Մենք ունեցել ենք նաև երկնքի Սուրբ Երրորդություն։ Հանձինս մի հուրի, որը նշանակում է երկնքի նյութական մաս, վահ երևի սկզբնական շրջանում վահ ակն, ահ ասացինք նշանակում է ուժ, գերագույն, վ նշանակում է երկնային։ Վահ երևի ակն ավելի բնական է։ Վահագնի մասին է խոսքը։ Որ նշանակում է երկնային ուժի ակունք։ Եվ բազմաթիվ աշխատություններ կան, բայց մինչև վերջ չէր բացատրված վահեն։ Նույնացրել են վահակնի հետ, բայց վահյալվան, մենք նահանգներ գավառներ ենք ունեցել, բնակավայրեր ենք ունեցել, որը խոսում են մասին, որ վահեն առանձին դից է, որը նշանակում է երկրային գերագույն ուժի էություն։ Այսինքն եղավ երկու Սուրբ Երրորդություններ, որը միացում է կենաց ծառով։ Հանձինս ուրեմն A-ի, որը հիմա մեր նախները գտնում են, որ ամբողջական N տեսնել հնարավոր չէ, կենաց ծառը, որի համար էլ պատկերվում է կիսաշրջանակցով եւ խաչի մի թևը, բայց պատկերներ կան, որոնք ուրեմն ամբողջական շրջանակիցն է N վրան, որը արդեն զրույցի ընթացքում երկրից տեղափոխվեցինք երկինք, երկրի ու երկրի ուղղակի կապը կարծեմ ձեր աշխատություններից մեկում դուք նշում եք, որ Արարատ լեռն է, Մասիս սարը։ Մասիսը հենց այն էությունն է, կենաց ծառի խորհրդանիշն է երկրի վրա։ Ուրեմն երևի հայերը չգիտեն, Պրոմեթևսին ըստ ավանդության բերել են աշխարհի ծայրը եւ գամել են երկգագաթ սարի վրա։ Պրոմեթևսի ազգանունը Հաբեթոսյան է, ինչպես եւ մեր հայկինը, որտեղ Հաբեթոսը նախաօլիմպիական աստվածների գլխավոր ներկայացուցիչներից մեկն է եւ Պրոմեթևսը կատարում է նույն գործունեությունը, ինչ որ հետագայում վերագրվեց Հիսուս Քրիստոսին տարբեր ժամանակներով, որտեղ նա էլ ինֆորմացիան տիեզերական վերցնում է կրակը, տալիս մարդկանց, ինչպես եւ Քրիստոսի միանալը կենաց ծառին նշանակում է ինքը դառնում է ինֆորմացիա ընդունող եւ Պրոմեթևսը հունական դիցաբանությունից է, եթե զուգահեռներ ենք տանում հայկականի ու հունականի միջև զուգահեռները կան, չէ՞, Պրոմեթևսին համահունչ, հա, կամ հավասարազոր հայկականում ո՞րն է։
ուրեմն երբ որ այդտենց արհեստական մոտեցնելը մի քիչ ճիշտ չի։ Նկատի ունեմ մեր դիցաբանության մեջ, լավ, կամ մեր հիշողության մեջ կա նման կերպար։ Մեր արտավազդը, որը նորից երբ որ գնում եւ ուրեմն բանտարկվում է, ամբողջ խնդիրը այս սրանումն է։ Մենք արտավազդի մասին նույն ժամանակաշրջանում ունենք երկու տարբեր կարծիք։ Եղիշեն գտնում է, որ արտավազդը դրական կերպար է, այսինքն նա դրական ինֆորմացիոն դաշտի կրողն է, եւ իրան հիմա գամելով փաստորեն թույլ չեն տալիս, որ աստվածային ինֆորմացիան հասնի մեզ եւ ասում է երբ որ շղթաները կկոտրվեն կփոխվի աշխարհը եւ արտավազդը կգա որով հետո շարունակում արդեն փոքր մհերին Մովսես Խորենացին գտնում էր որ տիեզերքը կատարյալ է ստեղծված եւ արդեն արտավազդը դառնում է բացասական դաշտի կրող մեր հին այդ հավատամքում կար նաեւ դա ուրեմն գոյություն ունի կանոնավոր դաշտը արան որից էլ գալիս է ամ ազդը, որ նշանակում է արայից սրբազան լուր բերողը։ Իր գլխավոր տաճարը գտնում էր Եր-Զնգ կայում կամ Էրիզում, Էրիզայում, Էրիզավանում, որ բոլորը նշանակում է, որ արայի ձայնը ստեղ է, արայի ինֆորմացիայի կրող փոխանցողը։ Արան գերագույն աստվածներ, աստված չէր, ամեն ինչն էր, հա, սկիզբներ, անսկիզբեր, անվերջեր, չգիտեմ։ Նա տիեզերական կանոնավոր ինֆորմացիոն դաշտն է, որի մեր ամբողջ տարածքը բաժանվում էր ուրեմն սրբազան գոտիների։ Այ մեր ասած Աստծո, դրանք դիցեր են, որտեղ հայերը ընդհանրապես հին աշխարհը գտնում էր, որ տիեզերքը սոխի նման շերտավոր կառուցվածք ունի, որից դուրս է գալիս իջներկվում է, այն վերևում է այդ սկզբունքը։ Եվ ուրեմն այս տարածքը նվիրված էր տանը, սրբազան 7-ին, 7 ագնիին, այդ կենացարին եւ կենտրոնը մեր միրի տաճարն է Գառնիում։ Սա էր պատճառը, որ քրիստոնեության ընդունման ժամանակ ոչնչացվեցին մյուս տաճարները, բայց Միհրի գլխավոր պաշտամունքատեղին Գառնիում չի եղել, չէ՞։ Ամբողջ խնդիրը սրանն է, Գառնու տաճարը նվիրված է այդ 7-ին, որովհետև ինքը եթե ուշադիր նայեք, կառուցված է եռանկյան վրա, եռանկյուն բլուրի վրա, հենց ծայրում, շատ ճիշտ են արել, որ ուրեմն ավելի վերջնական այդ եռանկյան անկյունը, որ փակված է, որովհետև դեպքեր են եղել, երբ մարդը տեղ նստած է եւ գլխապատույտները ունեցել բան գլորվել է ցավ, որովհետեւ այդտեղ միավորվում են երկրային եւ երկնային այդ սուբյորցումները։ Ինչով եք չափել, ով է չափել։ Դուք ասում եք ես հավատում եմ, բայց ինչով։ Տեսեք, ուրեմն եթե գնաք Գառնու հետ է, 6 սյունների մեջտեղ երբ որ կանգնում ենք, ուրեմն ձախ կողմում կա անապատ մի հատ բլուր, որին ժողովուրդը կոչել է վիշապի սեղան։ Հիմա էլ է այդպես կոչում։ Նույն անկյան տակ եւս մի բլուր կա, որից բլուրի գլխին 3 աղբյուր է հոսում, մի խելացի գործարար հայ էլ իր սեփականությունն է սարքել ծառերի մեջ, այլ դա կոչվում է դիցարան։ Եվ փաստորեն այդ երկնային եւ երկրային այդ բանը շատ լավ երևում է, նաեւ այնտեղ գոյություն ունեցող այդ ինֆորմացիայի սարսափելի հոսքը, որ ասում եմ, այնտեղ կարելի է հանգիստ նստած վիճակում 10-15 րոպեում զգալ եւ քո հոգու բարձրացումը եւ տրամադրության փոփոխումը, նաեւ բուժական հատկությունները, բայց որովհետեւ ասում եմ, քրիստոնեության մեջ փաստորեն պաշտամունքը հասել է 7-ին, նշանակում էր Գառնին քանդել, նշանակում էր քանդել քրիստոնեական Հայր Աստծո տաճարը։ Այդ դա էր պատճառը, որ նրա կողքը կառուցեցին եկեղեցի 40 քանի մետր բարձրությամբ, բայց անմիջապես փլվեց, որտեղ խախտվել էր։ Անմիջապես փլվեց։ Մյուս տարի քանդվել է։ Այսինքն այն կողքին որ կա տաճարի, դա շատ արագ քանդվել է այդ եկեղեցին։ Չի մնացել, որովհետև ասում եմ, խախտվում է այդ տիեզերական համաչափությունը։
Դուք պատմաբան եք մասնագիտությամբ, պատմական միտքը, այսօրվա պատմագիտությունը կարծես ձեր նշածները այնքան էլ չի ընդունում եւ արդյոք դուք ձեր մեջ երկվություն չեք զգում, մի կողմից այլ բան, մյուս կողմից պատմական ակադեմիական գիտությունը։ Եթե միայն ինձ հետ լիներ, կամ միայն Հայաստանում լիներ, դա կարելի էր կասկածել իմ վրա, կամ թե չէ վաց գալ։ Բայց ամբողջ աշխարհում է տենց։ Գալիս է գեզերական նոր շարը եւ մարդը իր պատանեկությունից անցնում է հասունացման շրջան։ Մինչև հիմա ինֆորմացիան խիստ կարգավորված մոտապես հենց է գրվել պատմությունը։ Մի Աբրահամ իր համար մի հատ բան է սարքել տվել, տարել թաղել անապատում, փողը տվել է Ալիին, Ալին պատահաբար գտել է, ուղարկել է գիտահետազոտական կենտրոն Դավիթին, Դավիթին ասել է, այսի 5000 տարեկան է։ Եվ գրվել է պատմություններ։ Խորհրդային շրջանում այդ տենդենսը շարունակվում էր ու ամենացավալին է, որ ասենք Ռուսաստանում կան ակադեմիական պատմաբաններ, որոնք չեն վախենում ասել, որ իրանք սխալվել են, որ իրանք ստիպել են, իրանք կեղծել են պատմություն։ Անգամ Դիակոնովը իր մայից առաջ գրեց, ներողություն խնդրեց հայերից, որ ինքը կեղծել է հայոց պատմությունը, հայկական մի հսկա ժամանակաշրջան հանել է հայոց պատմության միջից։ Բայց որ ժամանակաշրջանի մասին ենք խոսում։ Իսկ հիմա մեր ակադեմիկները մինչև հիմա էլ չեն ուզում ընդունել, որ իրենց պաշտպանած դոկտորականները պարզապես խաղկատակություն են։ Լավ, հայ ժողովրդի պատմությունը կամ հայազգի պատմությունը, Հայաստանի պատմությունը երբ պիտի սկսել գրել։ Ընդհանուր առմամբ սկզբից գրել հնարավոր չէ, որովհետև հայոց պատմությունը սկսվում է մարդու ծագումից։ Սկիզբը թողեցինք, որտեղից սկսած կարելի է գրառել կոնկրետ, չգիտեմ, պատմական իրադարձություններ, փաստեր, մշակութային ժառանգություն, մենք հիմա ունենք գոնե Քրիստոսից առաջ 11-րդ հազարամյակ։ Պորտասարը տեղումներ արվում է, գերմանացիներն են անում, մեզ արգելել են, չեն թողում, որ ընդհանրապես մոտենանք եւ որտեղ է գտնվում։ Ուրեմն դա գտնվում է Թուրքիայի հարավ-արևմտյան մասում, այ դա մեր հին Ագնիի ոգեղենության դաշտներ, պատահական չէ, որ Ղևոն Դալիշյանը Մոքի անունը, այսինքն Մոքի անունից ծագեցում է Մոգեր բառը, այսինքն թաքնագիտության արմատները, եւ իսկ ինքը ասեմ ունեցել է բազմաթիվ փաստեր, որոնք հիմա մեր ձեռքում չկա, ասենք ինքը շատ ունի իր գործերում գրած, որ հին գրքերից մեկում, բայց մինչև հիմա հազար կղզին մեր չի բացում իր գրադանը, դրանք այդ ինչ հին գրքեր են եւ հաստատ իր ձեռքում եղել են հեթանոսական մեր պատմիչների գործեր, որտեղ ինքը մեծամորի մասին գրել է 80 տարի ավելի վաղ, քան հայտնաբերվել է մեծամորը։ Այսինքն ուզում եք ասել կամ ենթադրել կամ հուսալ, որ այդ գրականությունը ամբողջությամբ չի կործանվել, ոչնչացվել։ Ես շատ եմ սիրում ասել, Բուլգակովն ասում էր, ձեռագրերը չեն այրվում, ձեռագրերը չեն այրվում։ Ասենք ոչնչացնողներից մեկը Զենոբե Գլակը խոսում է, որ այդ 9 ակնիում իրենք ոչնչացրել են, ուրեմն 4 թաքստոսներում թաքցրած գանձերը, դրանք հիմնականում գրքեր են, ասում են լցրել են Եփրատ գետը, գետը վարարել է։ Այնքան շատ է եղել։ 3 թաքստոսները մինչև հիմա չի հայտնաբերված։ Ոնց որ մենք գտնենք, ժողովուրդը պահել է, քրմությունն է պահել, քրմությունը պահել է, քրմապետը հիմա էլ պահվում է։ Հա, չի հայտնաբերվել, մոտապես կարելի է պարզել տեղը, բայց որովհետև մեր հայրենիքը չէ, հայրենիքը ասում եմ ամբողջական է, չի կարա լինի այս կողմն կողմ, մեր տարածքի մի մասը, որ բռնագրավված է, ավելի լավ է դրա մասին քիչ խոսենք։ Երբ որ այդ տարածքները լինեն, ես վստահորեն պնդում եմ, որ մենք այդ 3 թաքստոսները հայտնաբերենք, գտնենք։ Դե գոնե այդքանի մասին գիտենք, բայց ինչ է, որքանի մասին էլ առասարակ չգիտենք, չէ՞։ Գիտեք, sense բան կա պատմության մեջ ատոմային պայթյունի տեսություն
կոչենք, ուրեմն ատոմային ռումբը որտեղ է գցում, գցում է քաղաքի կենտրոնում։ Եվ ասենք տարիներ հետո եթե փորձես այդ քաղաքը պատկերացնել, դու պետք է ծայրամասերով պատկերացնես։ Եվ պատմության մեջ էլ բուն կենտրոնները միշտ ոչնչացվել են։ Ու ցավոք սրտի, որովհետև Հայաստանը իրականում եղել է համաշխարհային պատմության բուն կենտրոնը, ամենաշատ ոչնչացվել է Հայաստանում եւ ասենք հայաստանական մշակույթը, ասենք հինը, ուզում են ծաղկեցնեն հելենիզմից։ Բայց հասարակ բան մենք խոսեցինք Գառնու տաճարի մասին, բայց մենք 714 թվականին քանդված Մուծածիրի տաճար ունենք, որը ոչ միայն իր տեսքով Գառնու կրկնություն, այլ նաև չափերով, որը շատ ավելի կարևոր է, որովհետև հին ժամանակ որի նկարները եւ պահպանված են, այնպես չի որ սա էլ օթում ինչ-որ բան են ասում։ Բայց ասում ավելի կարևորը սրանումն է, որ ուրեմն հունական տաճարները կառուցվել է 1:3-ի հարաբերությամբ, երկարություն ու լայնություն, որը խոսում է հակասությունների հակասության օրենքը հիմնարար լինելու մասին։ Իսկ մեր այդ տաճարը նաև Մուծածիրինը կառուցված է 5:8-ի հարաբերությամբ, որը խոսում է նյութական 5 զգայարանների եւ տիեզերական համաչափություն 8-ի մասին։ Այսինքն այդ չափերն էլ խոսում են աշխարհընկալման ամբողջական տարբեր բաները, որը նշանակում է, որ ամբողջությամբ ձևավորվել է Հայաստանում, ասենք հույները մինչև վերջ էլ քարե ծածկ չկարողացան կառուցել, իրանց մոտ մինչև վերջ մնաց փայտե, ի վիճակի չէին։ Էլ չեմ խոսում արդեն այդ մասին սաղը գիտեն գոթական ճարտարապետությունը, բացարձակ հայկական է։ Եվրոպայի ուրեմն եկեղեցիների նշանակալի եկեղեցիների 80%-ը կառուցված է հայերի կողմից կամ թե չէ կառուցված է հայերի գծագրերով։ Սպասում են գրքի հրատարակությանը ձեր։ Հա։ Երբ կլինի։ Ամենաուշը հույսով եմ, որ 15-20 օրից վերնագիրը ուրեմն աշխարհաճանաչում, բայց նա կազմված է 5 մասերից, մեկը գեզերքի կանոնավոր կառուցվածքը, մեկը Հայաստանի տեղը այդ զարգացման մեջ, կոչվում է Արարատ դիցարան մարդկության, մեկը լինելու է քրիստոնեության ակունքները եւ քրիստոնեությունը Հայաստանում, մեկը լինելու է աշխարհի ապագա պետականության կառուցվածքը, որովհետեւ Եվրոմիությունն էլ է իրանց սպառել, Պուտինը փորձում է Եվրազիական միություն սարքել, դա էլ չի լինի, որովհետեւ խախտվում է այդ տիեզերական համաչափությունը, բուրգային պետության կառուցվածքը, դրա մասին կլինի, մյուսը հասարակություն, կրթության, դաստիարակության մասին է, որ ասենք հասարակ մի բան հիմա աշխարհում ու մեր մոտ վերվում է կրթական համակարգ, որի նպատակն է բթացնել երեխեքին, որտեղ ուսուցիչ, մանկավարժ, դասատուն տարբեր բաներ են։ Դասատուն կարող է լինել միայն մայրիկը, հայրիկը լավ կլինի, որ լինի պապիկը, տատիկը, մանկավարժը դի սկսվելու է նրա գործունեությունը ամենաշուտը 12 տարեկանից, երբ որ իրեն տալիս են գիտելիքներ շրջապատի մասին, այսինքն բնական գիտություններ, հասարակություն, իսկ ուսուցիչն այն մարդն է, որը տալիս է 1-2 հենակետեր, որով պետք է ձևավորվի երեխայի աշխարհաճան։ Հիմա մեր մոտ ամեն ինչ շուռ են տվել, որ ունենանք ինչ որ ունենք։ Շնորհակալություն, իհարկե թեման հետաքրքիր է, արժե մի օր դրա մասին նաև զրուցել, մեր հեռուստադիտողներին, նրանք ովքեր հետաքրքրվեցին զրույցով, ասենք ուշադիր եղեք, շուտով Գուրգեն Կարապետյանի գիրքը կլինի, կարծում եմ գրախանութներում, գրադարաններում, իսկ ընթացքում կարող եք նաև համացանցի միջոցով նրա որոշ ուսումնասիրությունների, աշխատանքների ծանոթանալ, հիմա ինչպես ասում են, ամեն բան շատ հեշտ է։ Շնորհակալություն զրույցի համար, դուք նաև այսօր մի ուրախալի լուր ասացիք, որ այսօր գրադարան է բացվել։ Գրադարան, տեսնում եք, Երևանում նաև նման բաներ են տեղի ունենում։ Տեղական ուժերով դա լինելու է ուրեմն էզոթերի գրականության, հայագիտության, պատմության կենտրոն, եւ ես կոչ եմ անում իմ գոլեգաներին, ովքեր այդտենց գրքեր ունեն, օգնեն։ Հասցեկա։ Այո, Այգեստան 70 Փոսի դպրոցից իշտ մեկ Այգեձոր, հա,
աջ թևի վրա առաջին բարձրահարկ շենքի առաջին հարկը։ Մենք հաճախ ենք ասում, որ գրախանութները փակվում են, գրադարանները փակվում են, բայց նաև կան մարդիկ, ովքեր սեփական ուժերով առանց պետության միջամտության եւ օգնության գրադարաններ են բացում։ Շնորհակալություն, մեր հյուրն էր պատմաբան Գուրգեն Կարապետյանը, իսկ մենք շարունակում ենք մեր ծրագիրը, որ կոչվում է Բարև երկիր։